Աշխարհի տարբեր անկյուններում հայերի պատմության ու գործունեության մասին կարևոր փաստեր կան տարբեր երկրներում։ Լեհաստանի արխիվներում փոքրաթիվ, բայց ազդեցիկ լեհահայ համայնքի մասին տեղեկություններն ուսումնասիրել մեկ հաստափոր գրքում են ամփոփել հայտնի գիտնականներ, Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսորներ Կշիշտոֆ Ստոպկան ու Անջեյ Զեմբան։ Աշխատությունը վկայում է, որ դարեր շարունակ հայերը եղել են կամուրջ արևելքի ու արևմուտքի միջև։ Նրանք 5-6 հազար էին, բայց կային շատ ազդեցիկ, հարուստ մարդիկ եւ այդ պատճառով էլ նրանք ավելի մեծ ազդեցություն ունեցան լեհական մշակույթի վրա։ Օրինակ, լեհական մշակույթը արևելագիտական ուղղվածություն է ստացել հայերի շնորհիվ։ Ուսումնասիրության տարածքային ընդգրկումը շատ ավելի լայն է, քան ժամանակակից Լեհաստանի սահմանները։ 2018-ին հրատարակված մենագրությունը ռուսերեն է թարգմանվել Անիվ հայագիտական ուսումնասիրությունների հիմնադրամի կողմից։ Շնորհանդեսը մատենադարանում էր։ Հիմնադրամի տնօրենի խոսքով աշխատության ռուսերեն տարբերակի պատմությունը սկսվել է 2018-ին։ Գործարար բարերար Արցախի նախկին պետնախարար, ներկայում Բաքվում ապօրինի անազատության մեջ պահվող Ռուբեն Վարդանյանը տեղեկանալով գրքի մասին հանձնարարել է միանգամից գործի անցնել ու թարգմանել ռուսերեն։ Իմիջիալուց Լեհաստանում այդ գիրքը շապիկի վրա 3 լեզվով է գրած, ընթում հայերեն, ինքը կարդաց, ժպտաց, ասաց ամեն ինչ պարզ է, գիրքը հրատարակում ենք, լեհական սփյուռքը շատ կարևոր էր մեր պատմության մեջ 700 տարուց ավելի։ Գրքում ներկայացվում է լեհահայ համայնքի ակտիվ գործունեությունը 14-րդ դարից մինչև մեր օրեր։ Հեղինակի խոսքով Լեհաստանի հայկական համայնքը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական դերակատարություն է ունեցել։ Նրանց ինքնակառավարումը հաստատվել է 1519 թվականին Զիգմունդ I-ի հրովարտակով։ Լեհաստանում եղել են հայկական դատարաններ, որոնք գործել են Մխիթար Գոշի դատաստանագրքի հիման վրա կազմված իրավական համակարգով։ Հայերը չէին խոսում հայերենով։ Նրանք եկան 14-րդ դարի կեսերին Ղրիմից եւ այդ ժամանակ նրանք խոսում էին կիփչակերենով, որը գրում էին հայերեն տառերով։ Կան շատ տեքստեր, որոնք գրված են այդ լեզվով, հայերեն տառերով։ Քիչ մասնագետներ կան, ովքեր գիտեն այդ լեզուն, բայց Վենետիկում Մխիթարյանների արխիվում պահպանվել են այդ համայնքների գրքերը, նախաամուսնական պայմանագրեր եւ կտակներ, որոնք գրված են հայերեն տառերով։ Գրքի թարգմանության ու հրատարակման գործընթացը բավական երկար է տևել, մոտ 7 տարի, բայց դրանից աշխատության ռուսերեն տարբերակը շահել է։ Ներառվել են նաև այն նյութերը, որոնք հեղինակներն ուսումնասիրել են 2018-ից հետո։ Երբևիցե այդպիսի գիրք չի հրատարակվել համապարփակ։ Եղել են տարբեր հոդվածներ, տարբեր ինչ-որ նվիրված թեմաներին, բավական շատ հետազոտություններ կան, սկսած 19-րդ դարի, երևի տասնյակ, եթե հոդվածներն էլ հետը հարյուրավոր, բայց սա առաջի գիրքն է, որը այսպես բոլորը պես հնարավորինս մի շապիկի տակ ներկայացում են։ Ոնց որ այս գիրքը ունիկալ գիրք է։ 1367 թվականից սկսվող լեհահայ փոքրաթիվ, բայց մեծ ազդեցություն թողած համայնքի մասին աշխատությունը նախատեսում են թարգմանել նաև հայերեն։ Իդեպ 2019 թվականին գիրքն արժանացել է լեհական Կլիո հեղինակավոր մրցանակին, որն ամեն տարի շնորհվում է պատմական գրքի հրատարակիչների միության կողմից։